Քանի ձայն է ձեզ պետք, որովհետեւ դուք անցնեք խորհրդարան, բացարձակվեք 120, երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպեսզի ճշգրտումները կատարվեն։ Այսինքն սա այն դեպքերն են, երբ մենք ինքներս համադրելով մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների քաղվածքները եւ կենտրոնական ընտրական կայքում տեղադրված ցուցակները գտել ենք այդ անճշտությունները եւ այս անճշտությունների ուրեմն ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որպեսզի իրենց նշած այդ 00 փոչնել չեմ հիշում բան է։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակի, ոչ ավել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում։ Այս քաղվածքները, այո, նաև այդ տեղամասերում մենք վերահաշվարկներ ենք պահանջում այդ եւ մի շարք այլ ընտրատեղամասերում, բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել, ուրեմն կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը որ հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը։ Էլի անճշտություններ կան, բայց այդ անճշտությունների հետ կապված 77 ձայն միայն 77 մոտեցի։ Օրինակ ընտրատարածքներից մեկում երբ որ այդ արձանագրությունը ուսումնասիրում ես, նայում ես բացը գրված է Բարգավաճ Հայաստանը ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է 1 ձայն։ Հասկանում եք խայտառակության ուղղակի իրավիճակը։ Խայտառակությունը երեք Նիկոլ Փաշինյանի հրահանգով չարվեց, որ ասաց ես բացարձակ մեծամասնություն եմ կազմում, դրա համար երևում կասեցվեց ընտրությունը։ Մենք չենք բացառում իհարկե այդ տարբերակը, որովհետև ավելի աբսուրդ բան, քան ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում, երբ դեռ նույնիսկ 25%-ը չի ամփոփվել եւ երկրի ղեկավարը իր վրա վերցնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը եւ որոշում է, որ իրենք ինչ ձայներով են արդեն հաղթել, ինչպիսի փառահեղ հաղթանակ են տարել եւ այլն, եւ դրանից հետո հանկարծ առավոտյան հայտնաբերում է, որ իրենք ազգային ժողովում այլևս չեն ունենալու կարևոր որոշումներ կայացնելու համար բավարար ձայներ, դրանից հետո տեղի է ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների, այսպես ասած, կորուստը։ Իհարկե դա դրա հետ կապելու հիմնավոր պատճառներ եւ հիմքեր մենք ունենք։ Ձեր կուսակցությունը ուսումնասիրել է օրինակ մասնակիցների եւ տոկոսների հարաբերակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս սխալ է ներկայացրել, ըստ այդ հարաբերակցության Փաշինյանական իշխանության ձայները տոկոսով հենց այդքան չեն ավելի նվազել։ Այս պահին իրականում ուսումնասիրությունները կատարվում են, մենք ուսումնասիրում ենք եւ բոլոր հրապարակված տվյալները եւ մեր ձեռքի տակ հայտնվածները, ինչպես նաեւ մեր գործընկերների մոտ գտնվող տվյալները, կարծում եմ արդյունքում մենք ունենանք շատ ավելի լիարժեք պատկեր, քան ներկայացվում է այս պահին։ Այլ ընտրատեղամասերում անճշտություններ հայտնաբերել եք թե ոչ։ Պրոցեսի մեջ ենք, այս պահին այն ինչ որ ունեինք ձեռքի տակ, դրանք արդեն տրամադրել են։ Բայց այլերում ուսումնասիրությունները իհարկե ընթանում են։ Օրինակ բարձրաբանել են քննարկել հրապարակած փաստաթղթերում երևում է այդ անճշտությունը, ինչպես է ստացվում, որ 77 ձայն է գրված թղթի վրա, բայց իրենք մոտ մեկ դա մի կամ երկու։ Այսպես ասենք, մենք այս պահին ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ սպասում ենք այդ անճշտությունների ուղղմանը, ինչպես նաեւ պարզաբանմանը, թե ինչպես են տեղի ունեցել այդ անճշտությունները։ Կարծիքով Տիգրան Մուղուչյանն է լավ նկարիչ, թե Վագնովակյանն։ Այվազովսկի։ Ռեմբրանտը։ Տիկին Վարդանյան եւ Խորհրդարանում են հարցնել անկախ նրանից, որ դուք վիճակում եք արդյունքները եւ ասում եք, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա, դուք այնուամենայնիվ ընդունում եք
ընտրության արդյունքները հաշվի առնելով ԿՊ-ի ձայները, մյուս երկու կուսակցությունների ձայները։ Ես կարծում եմ մենք առաջիկայում կանդրադառնանք նաև այդ հարցին եւ լրացուցիչ հնարավորություն կունենանք միասին քննարկելու ինչպես արդյունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը, այնպես էլ մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, հատկապես որ ես կարծում եմ այստեղ պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական մոտեցում։ Այս պահին մեր համար գերակա խնդիր է հանդիսանում տեր կանգնել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ձայնին։ Տեսեք, սա ինքնանպատակ չէ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հազարավոր, 100 հազարավոր հայրենակիցներ գնացել են ընտրությունների, լսելով մեր կոչը, լսելով մեր հորդորը, տեր կանգնել մեր երկրին եւ իրենց ձայնով որոշել երկրի ապագան։ Հետեւաբար այս պարագայում նրանցից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարեւոր է։ Եվ այս փուլում մենք լուծելու ենք այս խնդիրը։ Հետագայում կանդրադառնանք նաեւ ձեր կողմից բարձրացված հարցերին։ Ասացիք միասնական ընդդիմության դիրքորոշումն է կարևոր։ Այս բանի քննարկումներ կան ձեր մյուս գործընկերների հետ ընդդիմադիր շրջանակների, կոնկրետ նաև այս նկարչության հետ կապված եւ ձեր որոշման վրա որքան կնացնելու իհարկե գործընկերների արձանագրումները, որոնք բազմաթիվ են, այդ թվում պետապարատի աշխատողների վրա ճնշումներ, հավաքների մասնակցելու հետ կապված խնդիրներ եւ այլն եւ այլն։ Մեր գործընկերների հետ, այո, ես նշեցի էլ այս անճշտությունների հետ կապված եւս ունենք կապ եւ այս պահին նաեւ քննարկում ենք համատեղ որոշակի ընտրատեղամասերում մեր եղած տվյալների եւ իրենց մոտ եղած տվյալների հարաբերակցությունը եւ այլն, հետեւաբար այս առումով, այսինքն կոնկրետ այս հարցի վերաբերյալ այս պահին գնում են քննարկումներ։ Մնացած հարցերի շուրջ կարծում եմ քննարկումները առաջիկայում տեղի կունենան եւ դուք կունենաք հնարավորություն այդ մասին տեղեկանալու։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ժմիգին եւ նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելությանը, ինչպես նաեւ մենք տեսանք, որ արձագանքներ տեղի եղան Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ինձ համար զարմանալիորեն դիտորդական առաքելություն ունեցող կազմակերպությունները ուրեմն ականջալուր եղան մեր կողմից բարձրացված հարցերին, որով եթե նայում եք նրանց ձևակերպումները, ապա այնտեղ կտեսնեք բազմաթիվ ձևակերպումներ, որոնք պարբերաբար հնչեցվել են իմ կողմից հրապարակայնորեն, ինչպես նաև ոչ հրապարակայնորեն իրենց պարբերաբար այսպես նամակներով եւ զանգերով խեղդելու արդյունքում։ ԵԱՀԿ ժմիգը այո արդարացիորեն նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական process-ը եւ ընտրական process-ը ընթացել են ուրեմն բռնաճնշումների կամ ավելի ճիշտ քրեական հետապնդումների արդյունքում զուգորդվել են քրեական հետապնդումներով, ինչպես նաև բազմաթիվ ձերբակալություններով եւ կալանավորումներով, արձանագրել են նաև բևեռացումը, որ արկա է այսօր, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում զեկույցը նաև մեզ հնարավորություն կտա հենվելով զեկույցի վրա որոշել նաև ընտրության արդյունքների հետ կապված ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն։